Հալելույա, Փառք Հիսուսին, սիրելիներս, ես ողջունում եմ բոլորիդ։ Բարով եք եկել Աստծո տուն, սիրելիներս, կարող եք շրջվել, ողջունել իրար, եթե դեռ դա չեք արել եւ նստել Աստծո ներկայության մեջ։ Շնորհակալ եմ փառաբանության թիմ, ապրեք, Աստված օրհնի ձեզ։ Փառք Տիրոջը։ Փառք Աստծուն։ Նախ ուզում եմ առաջնահերթ շնորհակալություն հայտնեմ իմ Աստծուն այս եկեղեցու համար, այս հնարավորության համար, որ կարող եմ լինել ձեզ հետ։ Իհարկե շնորհակալություն եմ հայտնում Հովիվ Գորին եւ Աննային նրանց հյուրասիրության համար, նրանց ընկերության համար, Փառք Աստծուն, եւ իհարկե ձեզ բոլորիդ շնորհակալ եմ ձեր ընկերության համար, սիրո համար, ամեն ինչի համար, Փառք Աստծուն այս եկեղեցու համար։ Իրականում սիրելիներս, դուք չեք պատկերացնում, որ դուք լույս եք այս քաղաքի մեջ, իրականում լույս եք եւ ոչ միայն այս քաղաքի մեջ, հենց հատկապես մեր ժողովրդի համար մեծ լույս եք։ Փառք Աստծուն։ Փառք Տիրոջը, սիրելիներս, ուզում եմ ուղղակի խնդրել Սուրբ Հոգուն, սիրելի Սուրբ Հոգի, ես խնդրում եմ քեզ, որպեսզի դու խոսքերը դնես իմ շուրթերին եւ ես աղոթում եմ, որպեսզի խոսքերը, որ դուրս կգան իմ շուրթերից, լինեն կյանք եւ հոգի, Տեր։ Ես աղոթում եմ, Տեր, որպեսզի խոսքերը հասկացվեն, Տեր, որպեսզի քո հոգումդ բացվի խոսքերը մարդկանց։ Ես աղոթում եմ, որ մարդիկ կերպարանափոխվեն այսօր, որպեսզի Տեր Աստված հասկանան ել ավելին, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Ամեն, սիրելիներս, բոլոր նրանց, ով որ չեն ճանաչում ինձ, ես Ռուբենն եմ, Ռուբեն Զոհրաբյան, կամ քանի որ ես էլ Ռուսաստանի միջոցով եմ անցել եւ նույնպես ունեմ ռուսական քաղաքացիություն, գրվում է Զոգրաբյան, ոչ թե Զոհրաբյան, եւ ես էլ եղել եմ այս եկեղեցու մի մասնիկը 3 տարի այն ժամանակ, երբ որ Հովիվ Գորը եւ Աննան եկել էին, հենց այդ տարի Աստված հետաքրքիր ձևով ինձ էլ բերեց այդ ժամանակ եւ ես եմ միացա այս եկեղեցուն, այսինքն ձեզ, եւ 3 տարի այստեղ էի, իհարկե շատ զբաղված էի գործով, դրա համար շատ չէի ծառայում, ինչքան կուզենայի, բայց ծառայում էի մեկա, դրա համար շատերի ճանաչում եմ։ Հետո Աստված կանչեց վերադարձա հետ Լոս Անջելես քաղաք եւ արդեն մոտ 6 տարի է Աստված թույլ է տվել, որպեսզի Տիրոջ եկեղեցում ես ծառայեմ, ինչպես Հովիվ, ինչպես ծառայող, իմ ունեմ սիրելիներս ընտանիք, եթե կարելի է նկարը դրեք, սա իհարկե հին նկար է, արդեն երևի մի 2 տարի է, իմ տղաս ասեմ արդեն ինձ այնց բոյով է, այս 2 տարվա մեջ, հատկապես վերջի մի տարվա մեջ 3 անգամ կոշիկի չափը փոխեց եւ չգիտեմ, ինչ որ այս տարի շատ արագ էր աճում։ Դավիթն է, Աննան ամենափոքրիկս, Իոաննան, Օվսանան իմ կինս 3 ամիս առաջ գնաց երկինք, նա Տիրոջ հետ է, նա ավելի լավ տեղ է, նա տեսիլքներով եւ երազներով շատ մարդկանց գալիս էր եւ մի քրոջը եկել էր մի 2 ամիս առաջ եւ ասել էր գնա Ռուբենին ասա, որ ես վերջապես հանգստանում եմ ու ես իմ մոտ ամեն ինչ լավ է, քույրը եկավ, ասաց ես ոչ թե երազ էր, այդ տեսիլք էր տեսել, ասել էր էլ բան չասեմ, ասաց չէ, դա ասա ինքը կհասկանա ու իրականում հասկացա, որտեվ ինքը միշտ ուզում էր այդ հանգիստը ու գիտեի, որ իրանից է, բայց բարկությունը մեջս այնքան շատ էր, սենց հումորով, սարկազմով ասացի, որ մյուս անգամ տնաս, կասես զատո մենք ենք տանջվում, էլ տես բան չանես։ Սա մի քիչ հումոր, սիրելիներս, հիմա այն ինչ որ Աստված դրել է սրտիս, ուզում եմ խոսամ դրա մասին, կոչել եմ սա երկրի վրա ինչպես որ երկնքում։ Սրա մասին ես ասենք շարան ունեմ քարոզների, խոսում եմ սրա մասին, սա իհարկե պետք է փորձեմ այսօր 40-45 րոպեում խոսեմ ինչքան հնարավոր է, դրա համար աղոթում եմ, որ դուք կարողանաք հասկանաք։ Գիտեք, Հայաստանում այս մի տարի առաջ մոտորապես ես եւ գործընկերներ, մենք ես իհարկե Լոս Անջելեսում լինելով կառուցեցինք մի շենք։ Եվ իհարկե բիզնեսի համար, բայց հələ որ դա ոնց որ չենք վաճառել, չգիտենք կվաճառենք, թե վարձով կտանք,
Բայց գիտեք, երբ որ կառուցում ես մի բան, ես չնայած ինքս ձեռքերով չեմ կառուցել, բայց իմ խորհրդով, իմ խոսքով, ինչ որ չափով ֆինանսներով դարձել եմ տերը։ Եվ գիտեք, ինչի ես օրինակը բերեցի, որովհետև որպեսզի դուք կարողանաք հասկանալ ինչի մասն եմ խոսում։ Սաղմոս 24:1-2-ում գրված է Տիրոջն է երկիրը եւ նրա լիությունը, աշխարհն ու նրա բնակիչները, որովհետեւ ինքը հիմնեց այն ծովերի վրա եւ հաստատեց այն գետերի վրա։ Այսինքն սա ինչ է նշանակում, սիրելիներս, որ Աստված է ստեղծել ամեն բան։ Երկրագունդը ստեղծել է Աստվածը եւ այն ինչ որ կա Աստծոնն է։ Ինչպես այդ շենքի տերը ես եմ, նույնպես այս երկրագնդի տերը Աստվածն է։ Ամեն։ Եվ դա իմ որոշումն է, սիրելիներս, թե ես ինչ կանեմ։ Ինչպես ասեցի, կուզենամ կվաճառեմ այդ տունը, կուզենամ կքանդեմ այդ տունը, կուզենամ վարձով կտամ ինչ որ մեկին, չէ՞։ Ես ունեմ այդ իրավունքը, որովհետև տերն եմ։ Ճիշտ է թե ոչ։ Սիրելիներս, նույնպես երկրագունդը Տիրոջինն է եւ նա կանի եւ անում է այն ինչ որ նա ուզում է։ Գիտեք, Իսրայելում մինչեւ այսօր այդ օրենքը կա, որը գրված է, ես հեսա կկարդամ Աստվածաշնչից, եթե կարող եք դրեք Ղևտացիներ 25-րդ գլուխ 23 եւ 24-րդ խոսքերը։ Նայեք ինչ է ասում Աստծո խոսքը։ Հողը չպետք է վաճառվի հավիտենապես, որովհետեւ երկիրը իմն է, իսկ դուք ինձ մոտ պանդուխտներ եք եւ հյուրեր։ Ձեր կալվածքը եղող ամբողջ երկրում հողի համար փրկագին պիտի տաք։ Սիրելիներս, մինչև այսօր Իսրայելում նույնիսկ երբ որ դու առնում ես հողը կամ ինչ որ մի տարածքը, դա հավիտենական քոնը չի։ Նրանք ունեն այդ օրենքը, որ դա Աստծոնն է։ Եվ սա շատ կարծում եմ հետաքրքիր օրենք է։ Այսօր մենք շատ բաներ ենք կարդալու, ես կփորձեմ արագ սա անեմ, որպեսզի մեզ հասկանալի լինի։ Եվ գիտեք ինչ, սիրելիներս, քանի որ գրված է սա, մենք հասկանում ենք, որ այն ինչ որ կա Տիրոջինն է, եւ նա անում է այն ինչ որ նա ուզում է։ Եվ ես համոզված եմ, որ գիտեք, մենք նման հարց ենք ունեցել մեր կյանքերում, թե եթե Աստված ստեղծել է ու մինչև հիմա երկրագունդը Իրանն է, ինչի համար է Աստված ստեղծել մարդուն։ Չէ, ես համոզված եմ շատերդ, եթե ոչ բոլորդ այդ հարցը տվել եք ձեզ։ Տեր, ինչի ես ստեղծել մարդուն։ Նայեք ինչ է ասում Աստվածաշունչը, դուք գիտեք այս տեղը, բայց ես կարծում եմ հիմա մի փոքր ուրիշ ձև կտեսնեք։ Ծննդոց 1:26 ասում է. «Եվ Աստված ասեց. մեր պատկերով եւ մեր նմանության մարդ արարենք»։ Գիտեք, չէ՞ այդ տեղը Աստվածաշնչից։ Դուք գիտեք, որ Աստված ստեղծել է մարդուն իր կերպարանքով եւ իր նմանությամբ, բայց տեսեք ինչ է, ոնց է շարունակում, որպիսի իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, անասունների ու ամբողջ երկրի վրա եւ երկրի վրա սողացող բոլոր թռչունների վրա։ Սիրելիներս, Աստված մարդուն ստեղծել է նպատակով։ Նպատակով ոչ թե շատ կներեք, որպեսզի լինեն անասուններ, այլ որպեսզի նրանք իշխեն։ Դու երբևիցե մտածել ես սրա մասին։ Մարդը ստեղծված չի ուրիշ բաների համար, մարդը ստեղծված է իշխելու համար։ Դու երևի հիմա մի անգամից ես մտածում եմ, որ ես թագավոր տղա եմ, երևի։ Սիրելիներս, դրա մասին չեմ ասում, թագավոր տղա ես, 100%։ Ես խոսում եմ նպատակի մասին, որ Աստված դրել է մարդկության մեջ։ Եվ ես կբացատրեմ ինչի նկատի ունեմ։ Որպես օրինակներ, նայեք։ Մենք գիտենք, որ աշխարհի ստեղծագործության ամենասկզբից եղել են միշտ թագավորություններ։ Այո՞։ Մենք գիտենք, որ մեծ թագավորություններ են եղել, չգիտեմ, ընդ պարսկական, հունական, հռոմեական, այս վերջի, ասենք, դարերում մենք գիտենք Բրիտանիան է, Անգլիան էր տիրում ամբողջ աշխարհով։ Գիտեք, այսօր Անգլիան շատ փոքր երկիր լինելով,
լավ, ասեմ սրանից մոտ 50 լավ 100 տարի առաջ Անգլիայի թագավորությունը շատ ուժեղ ձևի ներխուժել էր ամբողջ աշխարհով մեկ։ Նրանք Ամերիկայի Միացյալ Նահանգները նրանք սկսեցին, Կանադան, նույնպես Ավստրալիան, Հարավային Աֆրիկան եւ տարբեր մնացած երկրներ։ Մերձավոր Արևելքում նույնիսկ շատ երկրները, գիտեք, երկրներ կան, որտեղ անգլերեն են խոսում, արաբական երկրներ։ Մի քանի երկրներ կան, որտեղ ֆրանսերենն են ավելի խոսում։ Ու գիտեք ինչի է այդպես, սիրելիներս։ Հələ մտածեք։ Մտածել եք ինչու են Հայաստանում որպես երկրորդ լեզու ռուսերենը։ Բացատրեմ ձեզ, որովհետև սիրելիներս, այդ բոլոր երկրները նրանք եղել են հայերենում կոչվում է գաղութներ։ Գաղութ են եղել։ Այսինքն այդ այն գաղութները չի ինչպես, ասենք, տղամարդիկ մտածում են, կալոնյաներ, կալոնյա։ Դրա համար ի տարբերություն այն սկզբի ժամանակներին, լսի, ես քեզ կարևոր բան եմ ասում։ Ինչի Հիսուսը եկավ հենց այն ժամանակ, երբ որ նա եկավ։ Դու սրա մասին համոզված եմ չես մտածել։ Որովհետև հենց հռոմեական կայսերությունը ինքը իր գաղափարով ավելի մոտիկ էր երկնքի արքայության գաղափարին։ Եվ որովհետև նույնպես Հովանես Մկրտիչը եղավ, որը եկավ առաջինն էր պատրաստելու եւ նրա քարոզչությունը հետեւյալն էր։ Նա սկսեց առաջինը, ասում էր, որ երկնքի արքայությունը մոտ է, հիշում եք դա։ Որովհետև մինչև հռոմեական կայսերությունը, սիրելիներս, երբ որ աշխարհ ինչ որ մի երկրներ, պետությունները կամ թագավորությունները մտնում էին իրենց նպատակը, որպեսզի բնաջնջեին, հատկապես տղամարդկանց, նրանք ոչնչացնում էին, կանանց վերցնում էին գերի, հարստությունը գողանում էին եւ մեծ մասամբ այդ հողը կամ սարքում էին, թողում էին դատարկ կամ ասենք կարող է ինչ որ իրանց մարդկանցից մնային եւ ապրեին այնտեղ։ Բայց հռոմեական կայսերությունը փոխեց իրավիճակը եւ նրանցից հետո աշխարհի ձևը փոխվեց։ Ինչով փոխվեց, ելներս։ Փոխվեց նրանով, որ հռոմեական կայսերությունից հետո եւ նրանք էլ, երբ որ նրանք մտնում եւ գրավում էին ինչ որ մի տեղը, նրանք չէին ոչնչացնում։ Նրանք սկսում էին շատ կամանց, հանգիստ, շատ խելոք ձևով փոխել մարդկանց մտածելակերպը։ Ուսումնական համակարգը սարքում էին հռոմեական, անգլիացիները անգլիական։ Դու գիտես, որ այսօր երբ որ դու գնում ես Հոնկոնգ, որը արդեն Չինաստանինն է, ու չինացիներեն իրանք խոսում են ակցենտով, բայց իրանց համար անգլերեն ավելի հարազատ է, քան թե չիներենը։ Նրանք ժամը 5-ին չինական կներեք աչքերով նստած ժամը 5-ին թեյ են խմում։ Գիտեք ինչու, որովհետև իրենց այդպես են սովորեցրել։ Ես չգիտեմ դու հասկանում ես ուր եմ ես գնում։ Սիրելիներս, երկնքի արքայության նպատակը հենց դրանում է, որպեսզի այստեղ մենք ունենանք այդ գաղութը։ Աստծո նպատակը, սիրելիս, նրանում չէր, որ ինչ որ մի էքսպերիմենտ էսպես sense սարքի, ասի հələ մի հատ տեսնեմ, էլի այս մարդիկ կարողանան ապրեն, թե չես թե։ Հիսուսի անունով եղիր բժշկված։ Աստծո նպատակը, սիրելիներս, մենք կարդացինք, որպեսզի նա ստեղծի մարդուն, որ իշխի ինչի վրա։ Իշխի այն գաղութի վրա, որը ինքը ստեղծել է այս աշխարհում։ Ես գիտեմ, շատերիդ համար հիմա անհասկանալի է կամ նորություն է ինչ որ ես խոսում եմ, բայց մտածի սրա մասին։ Աստված ստեղծել է այս գաղութը, որպեսզի իր արքայության ձևերը կարողանա փոխանցի։ Պարզ է, չէ՞։ Բայց մենք պետք է հասկանանք, սիրելիներս, որ իշխանությունը նույնպես պատասխանատվություն է։ Ամեն։ Ծննդոց 2:15-ում ասում է, եւ Տեր Աստված վերցրեց մարդուն ու դրեց Էդեմի պարտեզում, որպեսզի նա այն մշակի ու պահի։
Ցավոք սրտի ես չգիտեմ ինչու, բայց քրիստոնյաները շատ ժամանակ այսպես ինչ որ օթերում են ապրում։ Ուզում են ոչ մի բան չանեն, ընդհանրապես, այն հայկական ասма չէ, նստեմ թախտին, սպասեմ բախտին։ Սիրելիներս, այդպես չի լինում։ Երբ որ Աստված ստեղծեց այդ գաղութը, այսինքն երկրագունդը, եւ ստեղծեց մարդուն իր նմանությամբ եւ տեղադրեց պարտեզում, ինչ պարտեզ էր դա։ Դրախտի պարտեզ էր, Էդեմյան պարտեզը, դրախտի պարտեզ էր։ Նա չասեց պարկի բանանի ծառի տակ ու բանան ուղակի կեր։ Այս անեկդոտը հիշեց, երևի լսել եք։ Սևականի մասին, որ Աֆրիկայում պարկած բանան ուտում, փորձեմ արագ պատմեմ։ Պարկած բանան ուտում, այս անգլացի, այս կալանիզատորը, ասես գալիս է, ասում այդ տղա ինչ ես տանում, ասում պարկած բանան եմ ուտում, ասում խես բանան ուտում, ասում բա ինչ անեմ, ասում նայ, բանանը ձրի աճում աստեղ, ասում հետո, ասում վերցրու հավաքի, տար շուկա ծախի, ասում հետո, ասում կծախես, երկրորդ ասում ծառից է կհավաքես, հետո կլայնացնես բիզնեսը, ասում հետո ասում նոր բանանի ծառեր կտնկես։ Ասում հետո, ասում այնքան կհարստանաս, ասում այ որ կհարստանաս, կպարկես այդ ժամանակ հանգիստ բանանի ծառի տակ բանանդ կուտես։ Ասում դե նա ուտում եմ, էլի։ Հիմա շատ ժամանակ երկնքի արքայության մարդիկ քրիստոնյաներին թվում է, որ իրանք պետքա ոչ մի բան չանեն։ Բայց ելերս Աստծո խոսքը շատ պարզ ասում է, որ դրեց մարդուն որպեսզի նա ինչ անի մշակի ու պահի։ Այսինքն իշխանության հետ սիրելիներս, որ Աստված տալիս է, ինքը տալիս է պատասխանատվություն։ Լսում եք մարդիկ, եւ սա ոչ միայն վերաբերվում է ձեր Աստծո հետ քայլվածքին, սա վերաբերվում է ձեր աշխատանքին, սա վերաբերվում է ձեր ընտանիքներին։ Գիտեք, Աստծո խոսքը ասում է, եթե դու ասում քո ընտանիքդ չես մատակարարում, դու հեթանոսից բետար ես։ Դրա համար են սխալ պատկերացումները, որ գիտես, հեսա ես քրիստոնյա եմ դառնում, ամեն ինչից ինձ զրկում եմ, գնում եմ ինչ-որ սենց են կելիայի մեջ, նստում եմ ու ոչ ոքին ոչ տենում եմ, ոչ մի բան չեմ անում ու մտածում ես, որ դրանում է քրիստոնեությունը, չէ, հարգելիս, դրանում չի, որովհետև դու պատասխանատվություն ունես։ Եթե դու քո գործը դեռ չես կատարել, այսինքն Աստված չի համարում, որ դու արդեն ժամանակ եկել է երկինք գնաս, ինչպես կնոջս տարավ, համոզված եմ իր ժամանակը եկել էր, որտեվ ինքը նման մարդ էր։ Բայց մեծ մասը մեր ժամանակը դեռ չի եկել, մենք ունենք հələ պատասխանատվություն, մենք ունենք գործ ստեղ կատարելու։ Ամեն։ Փառք Աստծուն։ Սաղմոս 115:16-ում ասում է երկինքների երկինքը Տիրոջն է եւ նա երկիրը տվեց մարդկանց որդիներին։ Սա նշանակում է, սիրելիներս, որ այն տունը, ինչի մասին ես խոսում եմ, որ ինչ ուզեմ կարամ անեմ։ Այդ տունը, այսինքն այս երկրագունդը Աստված տվել է մեզ տվել է, որպեսզի մենք ապրենք։ Հիմա, երբ որ ես վարձով ապրում եմ, շատերը կարծում եմ վարձով եք ստե Մոսկվայում ապրում, ձեր տաները չունեք, չէ՞։ Վճարում ես դու ամեն ամիս, բայց քանի որ դու վճարում ես դրա համար, ինչ է կատարվում։ Այդ տարածքը այդ պահին քոնն է, դու ունես պատասխանատվություն։ Տանտերը չի գալու քո տեղը մաքրի, քո հաշիվները վճարի, ինչի, որովհետև այդ ժամանակին, որ դու վճարում ես, այդ կոնտրակտը ունես, քոնն է այդ տեղը։ Լսում ես։ Երկրագունդը Աստված տվել է մեզ, սա կոնտրակտով այս պահին մերն է, Իրանն է, բայց մեզ է տվել մեր պատասխանատվության տակ։ Ինչ անենք որպեսզի իշխենք։ Ու իշխելը ես խնդրում եմ մի հասկացի, որ դու հիմա ասենց դնելու ես իշխան եմ, հնազանդվիր, ես դրա մասին չեմ խոսում։ Խոսում եմ նրա մասին, որ դու ունես պարտականություն ինչ անելու, մշակելու եւ պահելու։ Ամեն։ Գալիս ենք, կամանց ելներես։ Ելներես, ես գիտեմ, որ կա այսպիսի գաղափար քրիստոնյաների մոտ եւ այսօր ես կարծում եմ մի քիչ քանդելու եմ ձեր այդ գաղափարը, որ ամեն բան Աստծո հսկողության տակ է, ոչ թե հսկողության, ոնց ասեմ,
Այո, ուշադրության տակ է, շնորհակալ եմ։ Որ ամեն ինչ արվում է Աստծո միջոցով։ Գիտեք, որտեվ ասենք խոսքի ինչ որ մի բան կատարվում է կյանքում, վատ բան է կատարվում, ասենք, չգիտեմ, քեզ թալանում են կամ գողանում են, քեզանից մի բան ու դու ասում ես, դե Աստված արեց այս բանը, նա գիտեր։ Չէ, սիրելիներս, այդպես չի։ Եվ ես հեսա քեզ կբացատրեմ ինչու։ Աստծո կամքը ամբողջովին չի կատարվում երկրի վրա։ Դու կասես ոնց թե տենց։ Ես համոզված եմ դու, գիտես, երբ որ ասենք ինչ որ անիրավ բաներ են կատարվում աշխարհում, ասենք մեկ երեխաներ են մահանում կամ հիվանդանում են, կամ ինչ որ կողոպույտներ են ելնում, հայրը սիրում են սրա մասին ասել, որ ցեղասպանության մասին, չէ՞, որ ուր է իր Աստված։ Ես գիտեմ, ես այն բաներից եմ խոսում, որ մի քիչ ճմրթեմ ձեր մտածելակերպը։ Ուր է իր Աստված։ Սերներս, ես մի անգամ հիշում եմ, Աստված տարավ մի եղբոր հետ, մենք տարավ ծերանոց Լոս Անջելես քաղաքում, ու սենց երևի մի 20-30 հատ հայ ծերեր էր կանգնած ու բերանս բացեց ու ես սկսեցի իրանց քարոզել, քարոզեցի սրանք լսեցին ու սենց մի հատ լռություն էր մի պահ, մեկ էլ էս տարեց մարդկանցից մեկը, մեկ է սենց նայեց սենց, բա ուր էր քո Աստված, երբ որ ցեղասպանություն էր կատարվում։ Գիտեք ինչ ասեցի ես իրան։ Ասեցի շատ կներեք, հիմա եթե ես ունեմ կամք այս աշխարհում, ու եթե ես որոշել եմ, որ ես չար պետքա լինեմ, ու ես հիմա գալիս եմ քեզ, քո ընտանիքին մորթում եմ, ասում Աստված ինչ կապ ունի այստեղ։ Ճիշտ է թե չէ, հասկանում եք, չէ՞ ինչ իմաստ եմ ասում։ Ժորժ ջան, պետք է չի ամեն ինչ գցել Աստծո վրա։ Նայ, Աստված մարդկանց այս աշխարհում տվել է իշխանություն գործեր անելու։ Աստված չի խառնվում ամեն ինչի մեջ, որովհետև դա մեզ է տված։ Ոչ ոք քո հերդ, քո մերդ չի գալու, չնայած հայկական ընտանիքներում անում են, բայց չի գալու քո ընտանիքի մեջ խառնվի ու ասի, չէ դու կին սենց ես անելու, դու տղա սենց ես անելու։ Որովհետև չնայած իրանք հայր մայր են, իրանք են ծնդաբերել, բերել այս աշխարհ, գուցե նույնիսկ մինչև հիմա ֆինանսավորում են ինչ որ չափով, բայց արդեն որոշումները դու ես ընդունում։ Եվ եթե դու այնքան շատ ինձ կներես անկապ անտաշ մարդ ես, որ դու ձեռք ես բարձրացնում քո կնոջ վրա, ես գիտեմ այստեղ տենց մարդիկ չկան։ Որովհետև ես այդ ձևի մարդկանց չեմ հարգում ընդհանրապես։ Հարգելի բան չի։ Դա քո հոր եւ մոր պատասխանատվությունը չի։ Դու պետք է ապաշխարես եւ փոխվես եւ հասկանաս, որ կնոջ վրա ձեռք չի կարելի բարձրացնել։ Հասկանում եք ինչի մասն ենք խոսում, սիրելիներս։ Դրա համար այն ինչ որ Աստված պետք է անի, նա արդեն արել է։ Նա արդեն ամեն բան կատարել է, սիրելիներս, սա հիմա մեր պատասխանատվությունն է։ Ու որտեղից կասես ես գիտեմ դրա մասին։ Նայ, լսի աղոթքը Քրիստոսի, որ նա մեզ սովորացնում է։ Բոլորդ գիտեք, չէ՞, եկեք։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ թողնի քո անունը, քո արքայությունդ գա եւ քո կամքդ լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է։ Մի րոպե, եթե Տեր իմ Աստված քո կամքդ արդեն ստե կատարվում է, ինչ ես մեզ սովորացնում ես աղոթքը։ Ուրեմն սա ինչ է մեզ ցույց տալիս, ելներս, որ Աստծո կամքը երկրի վրա ամբողջովին չի կատարվում։ Աստծո կամքը կատարվում էր Ադամի եւ Եվայի ժամանակ, մինչեւ նրանք ընկան մեղքի մեջ։ Աստծո կամքը հիմա չի կատարվում։ Լսի, ես քեզ Աստվածաշնչից մի հատ օրինակ բերեմ, որ քո մոտ հաստատություն լինի, որ միշտ չի Աստծո կամքը կատարվում է։ Ուրեմն կա մի դրվագ Աստվածաշնչում, որ գրված է աշակերտները այս նավակի մեջ գնում են, Հիսուսը Եզրին նավակի քնած է, ով է հիշում։ Ամեն։ Ուրեմն ինչ է գրված, որ փոթորիկ է բարձրանում եւ աշակերտները արթնացնում են, ասում են Տեր, գործ չունես, որ հեսա կարողա խորտակվենք եւ փրկվենք, մահանանք։ Գիտեք ինչ է անում Հիսուսը։ Հիսուսը կանգնում ասում այ անհավատներ։ Արգելում է գրված քամուն եւ փոթորիկին եւ ամեն բան հանդարտվում է եւ գրված է, որ աշակերտները ասցին, «Էս ով է, որ փոթորիկներն էլ հնազանդվում են իրան»։ Հիմա ես քեզ ուզում եմ մի հատ հարց տամ։ Եթե փոթորիկը Աստծո կամքն էր,
արդյոք Քրիստոսը իր հոր կամքի դեմ կգնար։ Այսինքն ինչ է նշանակում, սիրելիներս, որ մեկ-մեկ քրիստոնյաները առանց հասկանալու խոսքի օրինակ մենք գիտենք Սան Ֆրանցիսկոն գեյերի մայրաքաղաքն է, չէ՞, ասենք ոնց էր դրանց ան, միասեռների։ Ու ասենք երկրաշարժ ընդ է հաճախ է լինում, որտեվ սեյսմիկ զոնա է։ Ու որ երկրաշարժ է լինում, քրիստոնյաները տեղնա ձեզ, Աստվածա ձեզ պատժում։ Սիրելիներս, այդպիսի բան չկա։ Միշտ չի երկրաշարժները, որ կատարվում են Աստծո կամքով։ Դու կասես ոնց թե տենց։ Ոնց թե տենց, մենք կխոսանք դրա մասին։ Ես կբացատրեմ այդ անձի մասին։ Բայց ես կարծում եմ հասկանալի է, չէ՞ մի քիչ սիրելիներս։ Հետաքրքիր է քեզ։ Հալելույա, փառք Աստծուն։ Հիմա ես ուզում եմ, որպեսզի մենք բացենք Եսայա մարգարեի 9-րդ գլուխը 6 եւ 7-րդ խոսքերը։ Մենք այստեղ ամեն ուրեմն Քրիսմասին Սուրբ Ծնունդի ժամանակ այստեղ կարդում ենք։ Ես ուզում եմ կարդամ, որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց եւ իշխանությունն իր ուսերի վրա կլինի եւ կկոչվի սքանչելի խորհրդատու, հզոր Աստված, հավիտենության հայր եւ խաղաղության իշխան։ Ծանոթ է, չէ՞։ Ով գիտի այստեղը։ Երևի բոլորդ լսել եք։ Բայց դու ուշադրություն դարձնում ես ինչ ասում։ Սա Քրիստոսի մասին մարգարեանում են, ասում են, որ մի մանուկ կծնվի, մի որդի կտրվի, ու ինչ, իշխանություն իր ուսերի վրա կլինի։ Որ իշխանության մասին է խոսացվում։ Սիրելիներս, այն իշխանությունը, որ մարդը Էդեմյան պարտեզում կորցրել էր։ Նա այստեղ ավելի խորն է բացատրում։ Մյուս խոսք ասում է, նրա իշխանության տարածմանը ու խաղաղության վերջ չի լինելու։ Այն իշխանությունը, որ հիմա այդ մանուկին, Հիսուս Քրիստոսին ծնված, որպես այդ մարմնի մեջ տրված է, այդ իշխանությանը վերջ չի լինելու։ Լսում ես, սիրելիս։ Սա բարի լուր է քո համար, չի լինելու վերջ իր իշխանությանը։ Նայեք ինչ ասում։ Դավթի գահի վրա եւ նրա թագավորության վրա։ Ուրեմն, նա ինչի մասին է խոսում։ Երկու բաների իշխանության մասին է խոսում։ Խոսում է Դավթի աթոռի մասին, որը մարդկության իշխանությունն է, եւ իր թագավորության։ Այսինքն Հիսուս Քրիստոսը ոչ միայն ներկայացնում է երկնքի արքայության թագավորությունը, այլ նույնպես երկրի վրա տրված իշխանությունը, որ տրված է մարդուն, Հիսուսը եկավ եւ վերադարձեց։ Ամեն։ Ինչի համար գրված է, որպեսզի այն հաստատի եւ ամրացնի իրավունքով ու արդարությամբ այժմվանից մինչև հավիտյան։ Էլ վերադարձ չի լինելու այնտեղ։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Եվ երկրորդ տեղ ուզում եմ կարդամ, որպեսզի էլի հաստատվեց Տիրոջ իշխանության մասին, Մատթեոս 2-րդ գլուխ, 1-2 խոսքեր ասում է, երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում, Հերովդեսի թագավորության օրոք, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ եւ ասացին. որտեղ է հրեաների նոր ծնված թագավորը։ Որովհետև նրա աստղը տեսանք արևելքում եւ եկանք նրան երկրպագելու։ Սիրելիներս, մարդու անկումը երկրի վրա Աստծո թագավորության կառավարության կորուստն էր։ Լսում ես ինչ եմ ասում։ Երբ որ մարդը մեղանչեց պարտեզում, դա ուղղակի ինչ որ մի բան չէր, որ սենց ես ուզում եմ հասկանաս ինչ է կատարվել։ Կատարվել է այն, որ Ադամը եւ Եվան, ում տրվել էր իշխանություն տիրելու այս աշխարհի վրա, նրանք կորցրեցին դա։ Որտեղից մենք գիտենք, որ դրա մասին է խոսքը, որովհետև եթե դու հիշում ես 4-րդ գլխում Մատթեոսի, երբ որ Սուրբ Հոգին գրված է տարավ Հիսուսին փորձվելու սատանայից, Սուրբ Հոգին է տարել նրան փորձվելու։ Մենք որ գնում ենք շատ ժամանակ փորձության մեջ, Սուրբ Հոգին է մեզ տանում։ Դա սատանայի կամքը չի։
Երբ որ նա 40 օր ծոմապահության մեջ էր, երբ որ նա դուրս եկավ, նրան հանդիպեց Սատանան։ Եվ բաներից մեկը, որ ուզում եմ քեզ ասեմ, հիշեցնեմ ուղղակի, ինչ ասեց։ Ասեց նայի, ասեց, եթե դու հիմա ինձ խոնարհվես եւ երկրպագես, ցույց տվեց իրան բոլոր այս աշխարհի իշխանությունները եւ ասեց, եթե դու դա անես, այս ամբողջը, որը ինձ ա տրված իշխանությունը, կտամ քեզ։ Սիրելիներս, ով ա տվել իշխանությունը Սատանային, Աստված։ Բա ով։ Ադամը եւ Եվան։ Այդ իշխանությունը նրանք կորցրեցին, տվեցին Սատանային եւ հենց դա Հիսուսը եկավ եւ վերադարձեց այդ իշխանությունը։ Ամեն։ Դրա համար սիրելիներս, ես այն օրը դասի ժամանակ ասեցի սա եւ ուզում եմ սրա մասին նույնպես ասեմ, Աստվածաշունչը դա կրոնի գիրք չի, ինչպես շատերդ մտածում եք։ Շատ ժամանակ հենց դրա համար քրիստոնյաները խաբված են եւ չեն հասկանում։ Նրանց թվում է, թե գիտեք, քրիստոնեությունը մի կրոն է, որ կա։ Դրա համար էլ շատերը մտածում են, ասում են, դե Տեր Աստված, եթե ուրեմն բուդդիզմը կա, կրիշնայիզմը կա, իսլամը կա, երևի դե մենք էլ կրոններից ինչ որ մեկն ենք։ Այտենց բան չկա, սիրելիներս։ Այն քրիստոնեությունը, որը կրոն է, նրանք այդ կրոններից մեկն են, այո։ Բայց մենք վերստին ծնված մարդիկ, որոնք ես եկեղեցուց են, մենք կրոնի ներկայացուցիչ չենք եւ Աստվածաշունչը կրոնի գիրք չի։ Սուս նստած, ես ինչ ասում ես, դու вообще դու հասկանում ես ինչ ես ասում, ես եկել եմ կրոն։ Լսի, եթե եկել ես կրոն, էսի քո տեղը չի, գնա ուրիշ տեղեր։ Սա կենթանի Աստծո կենթանի եկեղեցի է։ Դրա համար սիրելիներս նորից եմ ասում, Աստվածաշունչը կրոնի մասին չէ։ Եվ երբեք նախատեսված չի եղել կրոնի գիրք լինելու համար։ Բա ի՞նչ է Աստվածաշունչը։ Աստվածաշունչը, սիրելիներս, ինչպես ես եմ դա կոչում, դա երկնքի կոնստիտուցիան է երկրի համար։ Աստվածաշունչը տրված չի քեզ, որպեսզի քեզ դնի ինչ-որ սահմանների մեջ ու դու սենց տանջվելով արա դե վայ սենց ոնց կլինի, էսի չի կարելի, էսի չի կարելի, էսի չի կարելի, բա ոնց ապրենք Տեր Աստված։ Այստեղ դու պետք է փոխվես, որովհետև Աստվածաշունչը քեզ տալիս է, որ քեզ սովորեցնի դու ոնց ապրես երկնքի արքայության օրենքներով, որպեսզի ստեղ երկրի վրա դու հաջողակ լինես։ Լսում ես։ Եթե մենք մտածենք սրա մասին, մենք կհասկանանք, որ եւ ես հեսա մի քանի տեղեր ձեզ կարդալու եմ, որպեսզի ապացուցեմ ձեզ, որ Հիսուսը կրոնի մարդ երբեք չի եղել։ Հիսուսը քարոզում եւ ուսուցանում էր միայն Աստծո թագավորության մասին։ Ասես ոնց թե տենց։ Լսի, ինքը դեմ էր կրոնական մարդկանց։ Կրոնը դա Աստծոց չի։ Հիսուսը գիտես ինքը մեղավորներին միշտ ձեռք էր տալի, աղոթում եւ փրկում էր։ Բայց կրոնական մարդկանց ինքը միշտ դեմ էր։ Փարիսեցիները նրանք կրոնական են։ Այսինքն իրանք սովորում են ինչ-որ մի օրենքներ եւ մարդկային ձևերով փորձում են դա անել։ Բայց դա մեր նպատակը չի, սիրելիներս, որովհետեւ նման մարդիկ շատ շուտ դառնում են ինչ։ Երկու երեսանի, կեղծավոր։ Եվ Աստված չի սիրում կեղծավոր երկու երեսանիներին։ Աստված սիրում է պարզ մարդկանց։ Եթե դու մեղավոր ես, պարզ եղի, արի ու ընկերոջդ հովիվին, ասա ես մեղք եմ գործել։ Պետքա խոստովանես քո մեղքի մեջ եւ ոչ թե մտածես, որ քեզ հովիվը կամ ընկերները կդատեն, այլ կաղոթեն քեզ համար, որպեսզի դու ազատագրվես։ Աստված ուզում է, որպեսզի մենք ազատ լինենք, սիրելիներս, ազատ ամեն ձևի կրոնից։
Կրոնը շատ վտանգավոր բան է։ Նայեք Մատթեոսի 4-րդ գլխում 17-րդ խոսքը կարող եք դնել։ Ասում է այս ժամանակին բանից Հիսուսը սկսեց քարոզել եւ ասել. «Ապաշխարեք, որովհետեւ մոտեցել է երկնքի արքայությունը»։ Լսում ես, Հիսուս Քրիստոսի առաջի ուղերձ, առաջի քարոզը, որ նա սկսել է անել, նա չի եղել կրոնի մասին, ոչ միայն առաջինը, վերջինն է չի եղել, մեջտեղներում էլ նա չի խոսացել կրոնի մասին։ Նա ընդհանրապես չի խոսացել, որ քրիստոնեություն կրոն եմ ուզում ստեղծեմ։ Դու գիտես, որ ամենասկզբից աշակերտները կոչվում էին ճանապարհի հետևորդներ։ Հետո աշխարհի մարդիկ են կոչել մեզ քրիստոնյաներ։ Նույն գլխի 23-րդ խոսքում շարունակում է ասում է Հիսուսը շրջվում էր ամբողջ Գալիլեայում եւ ուսուցանում նրանց ժողովարաններում կրոնի մասին։ Տենց ասում։ Չէ, ինչ է ասում։ Ուշադիր, Ժորժ ջան։ Հիսուսը շրջվում էր եւ ամբողջ Գալիլեայում ուսուցանում էր նրանց ժողովարաններում, արքայության ավետարանը քարոզում եւ ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդությունները ու ցավերը բժշկում։ Արքայության մասին, լսի, մի հատ ես ուզում եմ մտածես ինչի մասն է խոսում։ Սա ոչ թե, գիտես, երկնքի արքայության ինչ որ սենց բարձր փիլիսոփական գաղափարի մասին եմ խոսում։ Ես խոսում եմ ռեալ արքայության մասին, որը կա, որտեղ Աստված թագավոր է եւ նա ծնեց Մարիայի միջոցով այստեղ երկրի վրա իր որդուն Հիսուսին եւ այն իշխանությունը, որ ուներ նա այնտեղ, նա տվեց նրան, պլյուս նա վերցրեց Հովսեփի իր հոր միջոցից, այսինքն Մարիայի ամուսնու եւ Մարիայի միջոցից, որը Դավիթի երեխաներն էին, վերցրեց այդ իշխանությունն էլ, միացրեց մարդկային եւ աստվածային իշխանությունները եւ սկսեց թագավորել։ Հիմա այսօր սիրելիս դու ունես այդ իշխանությունը։ Սիրելիներս, Աստվածաշունչը դրա համար թագավորի եւ թագավորության եւ իր երեխաների, այսինքն թագավորության երեխաների ընտանիքի մասին է։ Մենք կրոն չենք քարոզում, լսեք, սիրելիներս, եղբայրներ, քույրեր, ես խնդրում եմ ձեզ, ազատագրվեք նման մտածելակերպից։ Ես այսօր եկել եմ, որ ձեզ ասեմ դրա մասին, որովհետեւ սրա մասին չի խոսվում եկեղեցիներում։ Բայց Աստծո շնորհքով սա բացվել է, որ սա երկնքի արքայության մասին է։ Դուք տեսնում եք, ես ձեզ ցույց եմ տալի Աստվածաշնչից, որ Քրիստոսը եկավ երկնքի արքայության մասին խոսի, ոչ թե կրոնի։ Մատթեոս 6:33-ում ասում է. դուք նախ Աստծո արքայությունը ու նրա արդարությունը փնտրեք։ Սիրելիներս, մի հատ գիտեմ լսել եք այս տեղը, կարդացել եք շատ, բայց մի հատ եկեք մտածենք, նայեք, ինչ է նշանակում նախ։ Ամենասկզբից, չէ՞։ Ամենասկզբից, ամենակարևորը, այն ինչ որ Հիսուսը ասում է, ինքը չի ասում կրոնական դարձի, չի ասում այս արա, չի ասում այն արա, ինքը ասում ամենաառաջինը Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը փնտրի։ Ինչն է արդարությունը։ Արդարությունն էլ, սիրելիներս, դա ոչ թե ինչ որ կրոնական բառապաշար է, բառը։ Արդարությունը երկնքի արքայության ձևն է։ Ամեն։ Մատթեոս 9:35-ում ասում է Հիսուսը շրջում էր բոլոր քաղաքներով եւ գյուղերով, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, արքայության ավետարանն էր քարոզում։ Սիրելիներս, դուք չեք նկատել այս ամենը։ Ինչի են մարդիկ վերցնում եւ ամեն ինչ աղավաղում եւ սարքում են կրոն։ Կրոնի մասին չի, երկնքի արքայության մասին է այս ամենը։ Ամեն։ Մատթեոս 10-րդ գլուխ նա աշակերտներին ուղարկում է 7-րդ խոսքում, ասում է երբ գնաք, քարոզեք ու ասեք, որ երկնքի արքայությունը մոտեցել է։ Եվ հետո հիվանդներին բժշկեք, մեռելներին հարություն տվեք, բորոտներին մաքրեք, դևերին հանեք, ձրի ստացել եք, ձրի էլ տվեք։ Սիրելիներս,
Ուրեմն մեռելներին հարություն տալը, հիվանդներին բժշկելը, բորոտներին եւ հիվանդներին այդ ազատագրելը, դա ոչ թե կրոնական ինչ-որ գործողություն է, այլ սա երկնքի արքայությունից եկած ձևն է, որովհետև այնտեղ չկա հիվանդություն, այնտեղ չկա դևեր, այնտեղ չկա բռնվածություն, բորոտություն, եւ երբ որ դու գալիս ես եւ դու ունես երկնքի արքայության մտածելակերպ, եւ դու ապրում ես արքայությունով, եւ Տիրոջ հոգին քո մեջ է եւ հոսում է քո միջոցով, դրա համար երբ որ դու գալիս ես, մարդիկ սկսում են բժշկվել, մարդիկ սկսում են ազատագրվել, հրաշքներ են կատարվում։ Երբ որ Հիսուսը կոտրում էր ձուկը եւ կոտրում էր հացը, դա հրաշք էր մեզ համար, բայց իրականում երկնքի արքայության համար նման բան չկա, դա հրաշք չի։ Այն ինչ որ նորմալ է այնտեղ, մեր համար դա հրաշք է կոչվում։ Հիսուսը ապրում էր երկնքով եւ նա ուղակի իր մտքի մեջ ցանկացավ բազմացնել այդ ձուկը եւ հացը եւ նա սկսեց բազմանալ եւ մենք «Որայս ինչ անում»։ Գիտես, որովհետև մենք հələ չենք կարողանում հասկանանք ինչի մասին է այս ամենը։ Սիրելիներս, այս ամենը երկնքի արքայության մասին է։ Եվ Հիսուսը անում է այն եւ անում էր այն, ինչ որ տեսել էր գրված է իր հայրն է անում։ Ով է կարդաց այդ մասը։ Հովանես ավետարանում։ Եվ խոսում է այն, ինչ որ լսում է իր հայրը խոսում է։ Դրա համար սա ինչ է նշանակում, սիրելիներս։ Որ հրաշքները եւ նշանները կրոնական գործողություններ չեն։ Դրանք պարզապես մեկ այլ թագավորության դրսևորում են։ Լսում ես։ Հիշիր սա։ Սրանք ոչ թե ինչ որ կրոնական բաներ են, որ կատարվում են, այլ հրաշքները եւ նշանները ուղակի երկնքի արքայության դրսևորումն են այստեղ։ Այնտեղ դա նորմալ է, մեր համար դա գերբնական է, այնտեղ դա բնական է, այստեղ գերբնական է։ Բայց երբ որ դու ապրում ես երկնքով, ուրեմն այն ինչ որ բնական այնտեղ դառնում է բնական այստեղ։ Գիտես, երբ որ ես չեմ կարդասա, բայց Մատթեոս 12-րդ գլխում մի պահ կա, մի դրվագ կա, որ գալիս են փարիսեցիները, տեսնում են հրաշքներ ա գործում այս մարդը, ու սկսում են փնովել ու ասել քո մեջ դև կա։ Հիշում եք, չէ՞ այդ տեղը։ Ու Հիսուսը ինչ աստ է բացատրում, ասում է, բայց եթե իմ մեջ դև կա, լսի, սա շատ կարևոր է։ Ասում է, եթե իմ մեջ դև կա, ուրեմն սատանայի ինչը թագավորությունը կիսվել է եւ իրար դեմ է դուրս եկե։ Հիսուսը այստեղ սիրելիներս ցույց է տալի, որ բացի իր թագավորությունից կա մի ուրիշ թագավորություն։ Ես շատ երկար դրա մասին չեմ խոսալու, բայց մի փոքր կուզենամ խոսեմ սրա մասին։ Կան երկու մարգարեները, Եզեկիել եւ Եսայան, խոսում են, պատմում են նրա մասին, թե ոնց է սատանան երկնքից ընկե։ Գրված է, որ նա ստեղծված էր շատ գեղեցիկ։ Նա գրված է, որ կատարյալ էր։ Նրան տրված էր իշխանություն, նա այնպիսի լավ բաներ էր ասվում։ Բայց ինչի նա անկավ։ Որովհետև նա ապարտացավ, նա ասեց իմ գահս, իմ աթոռս կբարձր ավելի կդնեմ, քան թե Աստծունը։ Սիրելիներս, բայց քանի որ ինքը ստեղծված էր Աստծով ինչպես գերագույն, գերազանց մի անձնավորություն, նա երբ որ առանձնացավ, նա ստեղծեց այդ խավարի իշխանությունը։ Եվ այդ իշխանությունը ռեալ է, սիրելիներս։ Նույնիսկ Աստվածաշունչը Հիսուսը խոսում է դրա մասին։ Եվ ես հիմա կկարդամ մի երկու տեղեր, օրինակ Եփեսացիս 2:2-ում գրված է, որ նա օդի զորության իշխանն է։ Երկրորդ Կորինթացիս 4:4-ում գրված է, որ նա այս դարի Աստվածն է, փոքր տառերով Աստված։ Դա Աստվածաշունչն է ասում։ Տալիս է այստեղ։
Հովանես 14:30-ում գրված է, որ նա այս աշխարհի տիրակալն է։ Սիրելիներս, ես չեմ ասում սա, որ հիմա քաշվել ենք։ Սա վախենալու համար չեմ ասում, սա ձեր գիտության համար եմ ասում։ Գիտություն, որ դուք հասկանաք, որ կա իշխանություն, որը Աստծոց չէ, որը չար է, եւ որը փորձում է գործել Աստծո իշխանության դեմ։ Եվ հենց այդ պատճառով, քանի որ Աստվածաշունչն էլ ասում է, որ նա այս օդի իշխանն է, որ օդի։ Այս օդի։ Սիրելիներս, եթե չգիտեմ, այն մուլտիկների մեջ կամ ասենք կինոներում տեսել եք, որ սենց սատանան սենց պոզերով նստած է դժոխքի մեջ, կրակի մեջ, այդպես չի։ Որովհետև դժոխքը պատրաստված է նրա համար, որ նա ապագայում ընդե գնա ու գնալու է Հիսուսի անունով, ամեն։ Սա ինչ է նշանակում, որ այսօր, քանի որ նա օդի իշխանն է, նա դեռ այս տարածքներում է։ Դե մենակ Մոսկվայում չէ, էլի ամենտեղ։ Մի վախեցեք։ Եվ դա նշանակում է, սիրելիներս, որ նա ամենձև պետք է փորձի անի կեղտոտություն։ Եվ դրա համար այս աշխարհում կան չարություններ, կան սպանություններ, կան գողություններ, կան պղծություններ։ Դրա համար, սիրելիներս։ Եվ Աստված դրա հետ կապ չունի, եւ ես ուզում եմ հիմա պատասխանեմ այն մարդկանց, որ ասում են, բայց եթե Աստված ամենակարող է, ինչի նրա դեմը չի առնում։ Լսի, սա քեզ գիտություն որպես, նորից եմ ասում։ Իշխանությունը Աստված տվել է մարդկանց։ Եվ Աստված մեկ է իր դատաստանը սատանայի վրա անելու է։ Բայց լիքը բաներ, քանի որ մարդկանց տրված է իշխանություն եւ մարդիկ որոշում են չարությունը անեն, դա իրանց կամքն է դա կատարելը։ Քանի որ մենք ստեղծված ենք Աստծո նմանությամբ, մենք անում ենք այն ինչ որ ուզում ենք։ Մենք ռոբոտ չենք, մենք մարդ ենք։ Դրա համար սիրելիս մտածի քո կյանքի մասին, մտածի քո գործերի մասին, թե ինչ ես դու անում։ Արդյոք դու քո գործերով, քո կյանքով փառավորում ես Աստծուն։ Դրա համար սիրելիներս, այս ամենը հասկանալով, որ կա Աստծո թագավորությունը եւ սատանայի թագավորությունը, չէ, ստե ցույց տամ։ Մենք հասկանում ենք, որ ամեն թագավորություն ունի իր դրսևորումները։ Ամեն։ Երբ որ դու ապրում ես երկնքի արքայության ձևերով, այսինքն Աստվածաշնչով, Աստծո հոգով, ուրեմն քո մեջ դրսևորվում է այն ինչ որ երկնքից է։ Երբ որ դու ապրում ես այս աշխարհի ձևով, ուրեմն քո մեջ դրսևորվում է այն ինչ որ սատանայից է։ Շատ հեշտ է։ Արդեն համարյա վերջացնում ենք, սիրելիներս, երևի խնդրեմ փառաբանության թիմը գա։ Առաջի Հովանես 3:8-ում գրված է. ով մեղք է գործում, սատանայից է, որովհետև սատանան հենց սկզբից մեղանչում է։ Այսինքն մեղք գործելու բանը ինչումն է, որ ոչ թե որ սենց դու մեղք ես գործել, ուրեմն դու չար ես, չէ, այդ չի հարցը։ Ուղղակի Աստծո խոսքը ասում է, որ եթե դու մեղքը գործում ես, ուրեմն այն դրսևորումը, որ կա սատանայի մոտ, դու դա ես արտահայտում քեզանով։ Հետո շարունակում է, Աստծո որդին նրա համար հայտնվեց, որ սատանայի գործերը քանդի։ Ամեն։ Սիրելիս, Աստծո որդին եկավ եւ մենք կանք այստեղ, որպեսզի սատանայի գործերը քանդենք։ Դա է մեր նպատակը։ Դրա համար փառք Աստծուն, որ ձեր հովիվները քանդում են սատանայի գործերը եւ դուք նրանց հետ միասին քանդում եք սատանայի գործերը։ Որ մարդիկ երբ որ լինում են բռնված, նրանց համար աղոթում են, որ նրանք ազատագրվեն։ Ամեն, փառք Հիսուսին, եկեք ծափարենք Տիրոջը։ Հիսուսի նպատակն էր դա, քանդել սատանայի թագավորության գործերը։ Սիրելիներս, իսկ որն է մեր դերը։ Նույնը։
մենք էլ նույնը պետք է անենք, սիրելիներս, որովհետև մենք Աստծո զավակներ ենք։ Ես ուզում եմ այստեղն էլ կարդամ ձեզ։ Բացեք, խնդրում եմ, Հռոմեացիների թուղթ 8-րդ գլուխը, ուշադիր եղիր։ Նայեք ինչ է ասում Աստծո խոսքը։ 19-րդ խոսքից ասում է, որովհետև ստեղծագործությունը անհամբեր ակնկալում է Աստծո որդիների հայտնությանը։ Լսիր։ Ուրեմն այն պահից, երբ որ Ադամը եւ Եվան մեղքը գործեցին, գրված է, որ ստեղծագործությունը անհամբերությամբ ակնկալում է Աստծո որդիների հայտնությունը։ Ուզում է, որ Աստծո որդիները վերջապես ի հայտ գան։ Ես չեմ ասում, Աստծո խոսքն է ասում։ Կարդում եք, չէ՞։ 20-րդ խոսք։ Քանի որ ստեղծագործությունը ունայնությանը հնազանդվեց ոչ թե իր կամքով, այլ նրա, ով հնազանդացրեց այն հույսով, որ ստեղծագործությունը ինքը ևս ապականության ծառայությունից կազատվի Աստծո որդիների փառքի ազատության մեջ մտնելու համար։ Մի քիչ բարդ է սենց հայերենում, բայց փորձեմ բացատրեմ։ Ասում է, որ ստեղծագործությունը ինքը ևս ինչ է անում։ Ապականության ծառայությունից կազատվի Աստծո որդիների փառքի ազատության մեջ մտնելու համար։ Ստեղծագործությունը սպասում է, երբ որ մենք կմտնենք այդ ազատության մեջ, սիրելիներս, որպեսզի ստեղծագործությունն էլ կարողանա ազատվի։ Իմ եւ քո որոշումներից մեր ապրելու ձևից շատ մեծ բան է կախված, թե ինչ մենք կքարոզենք մեր կյանքով, սատանայի գործերը կանենք, մեղքի մեջ կլինենք։ Մի ասեք ինձ, ես մեղքի մեջ եմ ապրում, դե ցենց սովորություններ ունեմ, թարգի ուրեմն։ Թարգի, որովհետև սա քո հոր ճանապարհը չի։ Երբ որ դու մեղք ես գործում, ես հասկանում եմ, որ մենք կարանք գործենք, որովհետև պահի տակ թույլանում ենք, բայց մի արդարացրա քեզ դրանով, որ դու թույլ ես, ու կամ դու դե հաճելի է, դե չգիտես ոնց ազատագրվես։ Լսի, որոշում ընդունի ու արա, ազատվի։ Այս եկեղեցին պետք է լինի սուրբ, սրբերի հավաքածու, սիրելիներս։ Առաջի Պետրոս 2:9-ն էլ սա վերջի տեղն է, ուզում եմ կարդամ։ Ասում է, բայց դուք ընտիր ցեղեք թագավորական քահանայություն, սուրբ ազգ։ Լսում ես։ Սա մենակ ինձ չի ասում, հովիվ գորին չի ասում։ Սա մեզ բոլորիս է խոսում, սա խոսում է եկեղեցուն։ Դուք բոլորդ ընտիր ցեղեք։ Այն պահից, երբ որ դու Քրիստոսին ընդունում ես որպես Տեր եւ Փրկիչ, եւ Աստված իր հոգին դնում է քո մեջ, դու դառնում ես այդ պահից ընտիր ցեղ։ Դու ասում ես, բայց ոնց որ տեսքիցս ոչ մի բան չփոխվեց։ Սիրիս, հոգու պատերազմ է գնում։ Հոգու գործերի մասին է խոսքը։ Ընտիր ցեղ ես, թագավորական քահանայություն ես, սուրբ ազգ ես, սեփական ժողովուրդ, որպեսզի նրա առաքինությունները քարոզես։ Ով ձեզ խավարից դեպի իր սկանչելի լույսը կանչեց։ Դու էլ չես կարող մնալ մթության մեջ, սիրելիներս, որովհետև արդեն կանչված ես, արդեն խավարի իշխանության տակից Աստված քեզ հանեց եւ տեղավորեց իր լույսի իշխանության մեջ։ Մի վերադարձի հետ, դա քոնը չի, դա քեզ լավ տեղ չի տանելու, որովհետև գրված է, շարունակենք, դուք ժամանակին ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծո ժողովուրդ եք, որ ողորմություն չէիք գտել, բայց հիմա արժանացել եք ողորմության, եկեք կանգնենք ոտքի։ Սիրելիներս, ես խնդրում եմ ուշադրություն, ոչ մի բանով մի զբաղվեք։ Ուշադրություն։ Ես ուզում եմ աղոթեմ ձեր համար, ամբողջ եկեղեցու համար, ինձ Աստված ասեց, որ աղոթեմ ձեր համար,
Բայց մինչև ես դա կանեմ, կարևոր մի հատ բան պետք է մենք անենք։ Այս ամենը ինչ որ Աստվածաշունչը ասում է, ինչի մասին այսօր ես խոսացի եւ քարոզեցի, սա խոսում է Աստծո երեխաների մասին։ Դու կարող ես լինել հայ, բայց եթե դու չես ապաշխարել քո մեղքերի համար, սրտանց, որովհետև Աստծո խոսքը ասում է պետք է ապաշխարես։ Եվ եթե դու քո սրտումդ չես հավատացել, որ Հիսուս Քրիստոսը Տերն է, որ նա իշխանն է, որ նա Աստծո որդին է, ոչ թե ուղակի մարգարե, ոչ թե ուղակի ուսուցիչ, այլ Աստված է նա։ Եվ եթե դու հավատում ես քո սրտում, Աստծո խոսքը ասում է, որ նա 2000 տարի առաջ եկավ, մահացավ քո մեղքերի համար եւ գրված է, որպեսզի ամեն հավատացողը նրա չկործանվի, այլ ունենա կյանք հավիտյան։ Լսում ես, ով ամեն հավատացողը կյանք հավիտյան, հավիտենական կյանքը բոլորի համար չի, այսինքն կա հավիտենական դժոխք, բայց մենք խոսում ենք հավիտենական կյանքի մասին, ասում ամեն հավատացողը կունենա կյանք հավիտյան, եւ ասում եթե սրտումդ հավատաս այդ լուրին, եւ քո շուրթերովը դասես, դավանես, ասես Հիսուս դու իմ Տերն ես, դու փրկված կլինես։ Հիմա ես ունեմ հարց, ու ես խնդրում եմ ուշադիր եղի, որովհետև սա շատ կարևոր է։ Ես ուզում եմ հարցնեմ, կան մարդիկ այսօր, որոնք դեռ ոչ մի անգամ իրենց սրտերը չեն տվել Աստծուն։ Եթե կան, ես խնդրում եմ բարձրացրեք ձեր ձեռքը։ Ինչու, որովհետև գիտեք, ժամանակին մեծ մասամբ այստեղի մարդիկ եւ ես նույնպես, ես դա իմ հետ կատարվել է 97 թվին, հենց այս քաղաքում, ես Մոսկվայում եմ ապաշխարել։ Չար տեղերից, Աստված օրհնի ձեզ, քույրիկ ջան, ձեր ձեռքը բարձրացրեցիք։ Խիզախեք, Աստված այսօր փրկելու է ձեզ։ Ես ուզում եմ հարցնեմ կան էլի մարդիկ, որ ուզում են տան, Աստված օրհնի ձեզ, Տերը օրհնի։ Էլի կան մարդիկ, որ ուզում են այսօր, որ Աստված այցելի ձեզ, Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ։ Սիրելիներս, ես խնդրում եմ, ով որ ձեռք բարձրացեց, եկեք առաջ, խնդրում եմ, եկեք առաջ։ Ես ուզում եմ աղոթեմ ձեր համար, այսօր Աստված այցելում է ձեզ, Աստված փրկելու է ձեզ։ Խնդրում եմ, եկեք սիրելիներս, մի ամանչեք, այսօր ձեր օրն է, այսօր դուք ձեր կյանքը տալու եք Քրիստոսին, այսօրվանից Քրիստոսը դառնալու է ձեր Տերը, այսօրվանից փոխվելու է ձեր կյանքը, նայեք դեպի ինձ, մի նայեք այնտեղ, նայեք դեպի ինձ, նայեք այն խաչին։ Եկեք փակենք մեր աչքերը ու իմ հետևից կրկնեք սրտանց, ասեք Հայր իմ Աստված, ես խնդրում եմ քեզ, ներիր ինձ բոլոր իմ մեղքերը, բոլոր իմ սխալները, իմ անհավատությունը, իմ պիղծ բաները, գործերը, ես ընդունում եմ քեզ Հիսուս, որպես իմ Տեր եւ իմ փրկիչ, այսօրվանից ես բացում եմ իմ սիրտը եւ հրավիրում եմ քեզ Տեր, որպեսզի դու դառնաս իմ Տերը, իմ Աստվածը, տուր ինձ քո Սուրբ Հոգին, Հիսուսի անունով, ամեն, ամեն, հալելույա, սիրելիներս, եկեք պարզենք մեր ձեռքերը եւ աղոթենք մեր նոր եղբայր եւ քուրերի համար, ես շնորհավորում եմ ձեզ, Աստված օրհնի, հեսա ես ձեր համար կաղոթեմ, հետո ծառայողների հետ կբարձրանաք վերև, Անդե ձեզ հյուրասիրություն կա պատրաստած, ձեզ ուզում են նվերներ նույնպես տալ, հետո կվերադառնաք, բայց հիմա ուզում ենք աղոթենք ձեր համար։ Տեր իմ Աստված Հիսուսի անունով ես աղոթում եմ ամեն մեկի համար, Սուրբ Հոգովդ մկրտի ամեն մեկին, զորությունը իջացրա, Տեր ես աղոթում եմ, քո արյունովը Տեր Աստված մաքրի եւ պաշտպանի նրանց, Հիսուսի անունով Տեր ես խնդրում եմ քեզ, հպվիր ամեն մեկին, հպվիր Տեր, ազատիր Տեր Աստված կապանքներից, ազատիր մեղքերից, ազատիր Տեր Աստված ամեն ձևի դժբախտություններից, ամեն ձևի անեծքներից
Հիսուսի անունով ես օրնում եմ նրանց հոգիները, նրանց շունչը, նրանց մարմինը, Տեր Աստված, օրնում եմ նրանց ընտանիքները, Տեր, օրնում եմ նրանց գործերը, իմ Աստված, խնդրում եմ քեզ, Տեր, որպեսզի Տեր բժշկես նրանց եւ ազատագրես Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, ամեն, հալելույա, սիրելիներս, փառք Աստծուն։